հաջորդ դատականիստը ժամկետ էր դրամադրել առանց իրավական դատականը փոխելու նոր պատրանք ներկայացնելու մասին որոշումները քրեական դատավարության օրենսգրքի վճռավետ դատարանի, սահմանադրական դատարանի սույն գործով արտահայտած իրավական որոշումների համապատասխան կազմելու և ներկայացնելու համար խնդրեմ ներկայացրեք, եթե իմ կողմից 2025 թվականի նոյեմբերի 21-ին կայացվել են սույն քրեական գործով ներառյալներ Համանեն Գևորգյանին, Ռոբերտ Քոչարյանին, Յուրիկ Խաչատրովին և Սերան Մարյանին ներկայացրած քրեական վարակի իրավական գնահատական փոխելու մասին որոշումներ, որոնք կայացվել են դատարանի կողմից կայացված հիշատակված որոշման պահանջների պահպանման և դատարանն են ներկայացնում այդ որոշումները յուրաքանչյուր երեքական հատորից կարված, համարակալված, ստորագրված էլեկտրոնային ստորագրությամբ և խնդրված համապատասխան կնիքով։ Դատավարության մասնակիցներին նույն որոշումը կներկայացվի էլեկտրոնային կրիչով, լազերային ստավալով, էլեկտրոնային ստորագրության ստորագրված վիճակում։ Պարոն Հովհաննիսյան, կրկին հրապարակելու անհրաժեշտություն տեսնում եք, քրեական դատավարության օրենսգրքում նման պահանջ չկա, բայց եթե ցանկանում եք հրապարակի, դատարանը կարող է քննարկել հրապարակման հարցը։ Եթե հրապարակելուց հետո նույնպես ժամանակ է պահանջելու պաշտպանական կողմից որոշմանը ծանոթանալու համար, հրապարակել ձևական դեպք է կրելու, եթե պետք է պաշտպանական կողմը ժամանակ ուզի որ ծանոթանա, նպատակահարմար չեմ համարում հրապարակելը, իրավի նման պահանջ դատավարական չկա։ Այսինքն ինքնանպատակ է դառնում նախորդ անգամ հրապարակելուց հետո դեպքին դրա հնարավորությունները ամեն դեպքում Խաչատրովին տրամադրելու թարգմանված տարբերակով տրամադրելու համար դատարանին արդարացնել ժամանակը համար թարգմանություն պատվելու Ես սույն որոշման թվային տարբերակը ուղղակի ինչպես դատարանի, այնպես էլ պաշտպանների էլեկտրոնային հասցեների, թեպետ էլեկտրոնային ստորագրությամբ է ստորագրված և ինքը փաստացի որ թվանի տարբերակով է կարող եք նաև տեստերից օգտվել։ Եթե էլեկտրոնային հասցեներին ուղարկվի պատվարժան դատարան, չէ, գրածա դրան որվում է։